Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքը, ձեզ հետ է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում հայ փաստաբանն ընդդեմ Ադրբեջանի, Սողանքի գոտին դեռ վտանգավոր է, ադրբեջանցի պաշտոնյաների հակասական հայտարարությունների պրակտիկան շարունակվում է։ Փաստաբան Արա Ղազարյանը նախորդ տարի Բաքվում սպանված հայ գերի Մանվել Սարիբեկյանի գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր։ Գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Մոտակա անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով Մանվելը շարժվել էր ֆերմայից քիչ հեռու գտնվող Անտառապատ զորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել։ Իսկ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ։ Միջազգային Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս։ Այս պատմության հետքերով են գնացել Արմ ռադիոյի լրագրողները։ Ամփոփ ռեպորտաժը կարող եք լսել մեր հետագա թողարկումներում։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր Ալավերդի Վրաստանի ճանապարհին տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը Արմ ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Սողանքի գոտին դեռ վտանգավոր է։ Սողանքի ակտիվացման եւ փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գործընթացները, ջուրը, որի երկարատև եւ անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավացրել է կավային ապարների շերտը եւ բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը։ Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին եւ դեպետ գետին։ Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ եւ վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին։ Չնայած աշխարհում մոլեգնող տնտեսական անցյալ ու գալիք ճգնաժամերին, օտարերկրյա ներդրողների համար կարծես թե Հայաստանը բարենպաստ շուկա է դառնում։ Օտարերկրյա գործարարներն ընդլայնում են բիզնեսը մեր պետությունում։ Սրա վկայություններից մեկն է նաև Վազգեն Սարգսյան 10 հասցեում Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նորաբաց Արմենիա մասնաճյուղը։ Բացման հանդիսավոր արարողությանը բարձրաստիճան հյուրերի թվում էին նաև Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նորաբաց Արմենիա մասնաճյուղը նախատեսված է սպասարկել դրամական մեծ հոսքեր ապահովող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պատմում է Սոնա Կարապետյանը։ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը փաստում է, որ Արմենիա մասնաճյուղը կառուցվել է եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։ Հաճախորդն այստեղ կարող է նույն որակի սպասարկում ստանալ, ինչն օրինակ Փարիզում, Նյու Յորքում կամ Ցյուրիխում։ Մեր մյուս մասնաճյուղերում մենք մշտական հաճախորդների հերթեր ենք ունենում։ Մասնաճյուղերի ցանցը ավելացնելով պետք է փորձենք ավելի լավ սպասարկենք եւ որպեսզի կուտակումներ չառաջանան։ Թերևս կուտակող հերթերը նաեւ այն փաստի վկայությունն է, որ մեր երկրում ֆինանսական գործառույթներն առավել մեծ տարածում են գտել հասարակության մեջ եւ ավելի հաստատուն դարձել։ Իսկ օտարերկրյա գործարարներին գրավելու լավագույն միջոցներից մեկը դա է։ Սրա մասին է խոսել նաեւ Արմ ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ դրական գնահատել Հայաստանում ներդրումային շուկան ու հավաստիացրել, որ ներդրումներին քաջալերելու մեծ հնարավորություն կա։ Հատկապես կարևոր է, որ դրա համար բարենպաստ օրենսդրական դաշտ է ստեղծվել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նաև բանկային համակարգին։ Այն չբաշխված շահույթը, որ կուտակվում է այս ընկերությունների մոտ, նրանք նորից ներդնում են ընկերությունների կապիտալի մեջ։ Դա նշանակում է, որ կա մեծ վստահություն դեպի Հայաստանի Հանրապետության հենց ներդրումային դաշտը։ Ընդհանուր առմամբ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում ունի 47 մասնաճյուղ, որից 7-ը Երևանում։ Նորաբաց մասնաճյուղը գործելու է Վազգեն Սարգսյան 10 հասցեով Պիացա Գրանդե բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են նույն խնդրի շուրջ հակասական հայտարարություններ անելու պրակտիկան, ինչը ցույց է տալիս process-ի վերաբերյալ նրանց ոչ անկեղծ լինելու հանգամանքը։ Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, Panorama.am-ին ասեց ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Աճեմյանը։ Նրա համոզմամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունների տոնայնության մեղմացումը կապված է համանախագահների տարածաշրջան կատարելի կայցով։ Այլապես չի
կարող մի երկրի նախագահ խոսել ռազմական բյուջեի շարունակական ավելացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամեն ձևով լուծելու պատրաստակամության մասին, իսկ դրանից մի քանի օր հետո նույն երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսի խնդրի խաղաղ կարգավորման կարևորության մասին, հավելեց падգամավորը։ Երևանի Դվին հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004 թվականին կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել, բացի այն հանգամանքից, որ նա պետք է կատարի $10 միլիոն ներդրում։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Նրա խոսքով հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2014 թվականը պետք է կատարի նշված ներդրումները եւ նախատեսված տարեկան ներդրումները չկատարելու դեպքում կվճարի դրանց 12%-ի չափով տուգանք։ Ինչ վերաբերում է Երևանի կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցի ճակատագրին, ապա այն վաճառվել է աճուրդով, ինչը որևէ պարտավորություն չի ենթադրում։ Ըստ Սահակյանի, այդ հյուրանոցի սեփականատիրոջ կողմից շինարարության ավարտին պետք է հետամուտ լինի Երևանի քաղաքապետարանը։ Սևան հյուրանոցի առնչությամբ վարչության պետը նշեց, որ այն պետք է կառուցվեր 5 տարվա ընթացքում կատարվելիք ներդրումներով։ Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել է շինարարության առաջադրանք, սակայն սեփականատերն այդպես էլ շինարարության նախագիծ չի ներկայացրել։ Սահակյանը հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի, քանի որ քաղաքապետը մի քանի ամիս առաջ հանդիպել է Սևանի սեփականատիրոջը։ Երկու շաբաթ շարունակ ստուգայցեր Երևանի 12 համայնքներում։ Թարմ օդ ծրագրի շրջանակներում Կանաչաստան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ստուգայցեր Երևանի 12 վարչական շրջանների կրթական, առողջապահական եւ մշակութային հաստատություններում։ Ստուգայցերը երկու շաբաթ շարունակ կիրականացվեն հանրային վայրերում, ծխելն արգելող օրենքի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու եւ ծխախոտի ծխից զերծ միջավայրի ապահովման նպատակով։ Մանրամասնում է Լուսինե Նորեկյանը։ Թարմոտ ծրագրի իրականացման շրջանակներում Կանաչաստան հասարակական կազմակերպությունը նպատակ ունի հասարակության շրջանում հետևողականորեն բարձրացնել հակածխախոտային օրենքի մասին իրազեկությունը եւ այն կիրառելի դարձնել ոչ միայն 14 օր շարունակ, այլ յուրաքանչյուր օր, ասում է Կանաչաստան հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորուխյանը եւ ավելացնում. Այսօր ոստիկանները հստակ արդեն ստուգման թերթիկով, որը կազմվել է նախապես 2 ստեկ, այցելելու են նշված հաստատություններ, ստուգեն արդյոք այնտեղ ծխում են թե ոչ։ Եվ ստուգել հայտնաբերելու դեպքում որոշակի խախտումներ արդեն կդիմեն համապատասխան քայլերի։ Օրենքը սահմանում է, որ կրթական, առողջապահական եւ մշակութային հաստատություններում արգելվում է ծխախոտի վաճառքն ու օգտագործումը, իսկ տեսանելի վայրերում պետք է փակցված լինի ծխելու արգելքի մասին հայտարարություններ։ Երկու շաբաթվա ստուգայցների իրականացման համար կազմակերպվել է ցուցակ, ըստ որի ոստիկանները օրենքով սահմանված կարգով կհետևեն հակածխախոտային օրենքի դրույթների կիրառմանը։ Մենք չենք փորձելու այսօր քարոզություն իրականացնել, այլ փորձել ենք դիտարկում իրականացնել։ Եթե կհայտնաբերվեն խախտումներ, մասնավորապես ծխախոտ օգտագործողներ այն վայրերում, որտեղ արգելվում է օգտագործել, առաջին հերթին կարծում եմ ոստիկանները կնախազգուշացնեն, սակայն կրկնվելու դեպքում անպայման կտուգանեն։ Կազմակերպությունը Թարմոր ծրագրի շրջանակներում այս տարի արդեն հասցրել է իրականացնել Մեր սիրելի վայրերը խորագրով արշավը, որի ընթացքում խրախուսական շնորհակալագրեր են հանձնվել ծխախոտի ծխից զերծ տրանսպորտային միջոցներին եւ հանրային սննդի վայրերին։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Ինչ դեր ունի հայ համայնքը Գերմանիայի կյանքում եւ ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար։ Գերմանահայ սփյուռքի ներկայացուցիչներից մեկը Գերմանիայի Ֆրայ համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար Ժիրայր Քոչարյանը կարծում է, որ հայկական համայնք այդ երկրում դեռ նոր է կազմավորվում։ Ժամը 18-ին լրատվական հիմնական թողարկմանը դոկտոր Քոչարյանը հյուրընկալվելու է Արմ ռադիոյի վերլուծաբան Տիգրան Պետրոսյանին եւ խոսելու գերմանահայ համայնքի առջեւ ծառացած խնդիրների մասին։ Մոսկվա-Թեհրան օդանավը վայրեջք է կատարել առանց դիմացի շասսիի։ Iran Air ավիաընկերության մարդատար օդանավն Իրանի մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավականում արտակարգ վայրեջք է կատարել առանց դիմացի շասսին իջեցնելու։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ ուղևորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել։ Ինքնաթիռում եղել է 94 ուղևոր եւ անձնակազմի 19 անդամ։ Վայրեջքի նախապատրաստական փուլում օդանավի կապիտանը հայտնաբերել է, որ դիմացի շասսին տեխնիկական անսարքություն ունի։ Անիվներն անհնար է գործարկել։ Նման իրավիճակում անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրեջք կատարել։ Ինքնաթիռի անսարքության պատճառները պարզվում են։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին Iran Air ավիաընկերության մեկ այլ Boeing 727-ը Իրանի Ուրմիա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, զոհվել էր 78 մարդ։
Չորրորդ ինքնիշխանությունը գրում է, որ այսօր մի շարք լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների ղեկավարներ հանդես են գալու հայտարարությամբ կապված Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի Սահմանադրական դատարան դիմելու եւ զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի հետ։ Խմբագիրների կոչն ավելի շուտ ուղղված է լինելու Սահմանադրական դատարանին, այն է, մինչեւ նրա կողմից վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով, գրում է թերթը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ +15 է։